Հայաստանի Հանրապետության փոխարտգործնախարար Շավարժ Քոչարյանը կարևորում է երկու դաշնակից պետությունների ղեկավարների հանդիպումը, քանի որ դրանց ընթացքում կողմերն առաջին հերթին նախանշում են հետագա համագործակցության զարգացման ուղիները։ Եթե վերցնենք նախորդ հանդիպման տնտեսական բաղադրիչը, ապա ստորագրվել էր համաձայնագիր, ըստ որի առաջիկայում պետք է պահպանվի Հայաստան մատակարարվող գազի գինը։ Հայաստանին մատակարարվող $165 սահմաններում, իսկ այս ընթացքում շարունակվում են բանակցությունները ավելի արտոնյալ պայմանների մասին, որը մենք շատ լավ հասկանում ենք, ինչքան կարևոր է արդյունաբերության համար, արտադրության համար։ Հանդիպմանը բնականաբար չի շրջանցվել Ադրբեջանա-Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը։ Փոխարտգործնախարարի կարծիքով այդ ուղղությամբ զարգացումները կնշմարվեն մոտ ապագայում, բայց այն հանգամանքը, որ բանակցային գործընթացը հայտնվել է փակուղում եւ դրա միակ մեղավոր Ադրբեջանն է, ակնհայտ է բոլորին, ասում է Շավարժ Քոչարյանը։ Պատահական չի, որ միջազգային հանրության միջնորդների ուշադրության կենտրոնում է հետևյալ խնդիրը։ Այնպես անել, որպեսզի միջադեպերը շփման գծում սահմանների վրա, որպեսզի դա դադարեցվի։ Իսկ դրա համար պետք է մոնիտորինգ, պետք է համապատասխան մեխանիզմների ներդրում, որին դիմակայում է Ադրբեջանը, բայց կա արդեն սկսվել է լուրջ միջազգային ճնշում։ Չնայած արտաքին ճնշումներին, Ադրբեջանը շարունակում է իր գործելավոճը։ Ակներևը, որ կարևոր հանդիպումների նախաշեմին, ընթացքում կամ հետո Ադրբեջանը կանխամտածված սադրանքի ալիք է բարձրացնում։ Ադրբեջանա-Ղարաբաղյան չկարգավորված հակամարտությունը ձեռնտու է Բաքվի ռեժիմին։ Հսկայական գումարները, որ գալիս են նավթային դոլարներից, կենտրոնանում են վերնախավի ձեռքում եւ դրանով սնուցվում է ավտորիտար համակարգը։ Չկարգավորված հակամարտությունը հնարավորություն է տալի մի կողմից ներսում բռնաճնշումներ իրականացնել ցանկացած քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ հայտարարելով իրենց որպես Հայաստանի, այսպես ասած, լրտեսներ, որ անհեթեթ է։ Հարևան երկրի սադրանքների հաճախականությունն ու սանձարձակ մարտավարությունը, ըստ Շավարժ Քոչարյանի, ուղղված են ներքին լսարանին։ Այսօր քան երբևէ Բաքվի ռեժիմը լուրջ խնդիրներ ունի երկրի ներսում եւ ներքին դժգոհությունները ճնշելու համար Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է իր ժողովրդին համոզել, որ կա պատերազմական վիճակ։ Դա արդեն գնալով չի աշխատելու ակնհայտ է եւ պատահական չի, օրինակ, որ ընդհանրապես վերջերս մի խումբ ադրբեջանցիներ ինձ պատրաստ էին գային Ղարաբաղ։ Գոհար Ռուստամյան, Աշոտ Գասպարյան, օր